Ինքը հիմա մեզ պետք է։ Եթե շավն դրան իրա կողմը քաշեր, հեչ լավ չէր ելնելու։ Բեկը ոչ մի բան է, բայց Ջանոյի տղեկը հավատալիմ են իրան։ Դե հա էդ կա։ Ես իմ անելիքը գիտեմ, բայց դեպ լիծերներդ կեղտոտես։ Ես զապիսը կարա տապալի բեկին ու իր այդ միասին մեր սաղ պլանները, բայց եթե մենք իրար հետ ենք, ուրեմն իրար հետ պրի ճարմենք հաշենք։ Հա, թող քո ասածով ունի։ Դե ուրեմն ողոր մի շավոյին։ Հազարով ունի։ Ես են համբալը չէ, որ Սակոյենց հետ եկել էր հետներս ստրելքին։ Հա, ինքն է։ Զանգի մանչին։ Բեկ ջան, մենք Ջանոյի հետ ուրիշ բան էինք պայմանավորվել։ Գիտեմ, բայց հիմա պայմանները փոխվել է։ Սրանից հետո 40% է քեզ, 60-ը մեզ։ Ցավը տանեմ, ես այտենց կսնկանամ, ես օրինական դաշտում եմ աշխատում, այդ հարկեր, տուրքեր, որ հանես տակը բան չի մնում, բիզնես լրի վարի կգնա։ Այդ քո բիզնեսը չի, այլ մեր, թե մոռացել ես, որ հերեսը սաղ փողերը տվել, որ պետությունը ֆաբրիկան ձեռիցդ չառնի, հա? Չէ, չեմ մոռացել, բայց… Լսի քեզ ինչ եմ ասում, ես գիտեմ, որ օրս մանկության ընկերն ես, բայց ես չեմ թողնի, որ դու հարստանաս, մենք էլ նես մնանք կոպեկների հույսին։ Կարոջ հիմա պայմանները փոխվել է, ոնց ուզում ես կռուտի տարա։ Չես կարում աշխատես, ուրիշ մեկին կդնենք։ Մանչ ջան, ցավը տանեմ, բեկին ասա, որ… Հիմա բեկն աստեղ որոշում իրա խոսքը օրենքա։ Ես գիտեի, որ վախտի խելացի մարդ էր, բայց հիմա ոնց որ օտարությունդ